Our Team Club Production-ը ներկայացնում է։ Սիրելի ունկնդիր, այս պատմությունը պարզապես հիշողությունների շարադրանք չէ։ Սա մեր վերջին 5 տարվա պատմության հաշվետվությունն է, նույն վայրից, նույն ոգով եւ այն նույն որոշմամբ, որը կայացվեց գրեթե 1 տասնամյակ առաջ, բաց, անկեղծ եւ գիտակցված։ Այն մասին, թե ինչ ընտրեցինք, ինչի միջով անցանք եւ ինչու շարունակեցինք առաջ շարժվել անկախ դժվարություններից։ Նախորդ հոլովակում մենք ամփոփեցինք մեր ճանապարհի սկիզբը, այն փուլը, երբ գաղափարները ոչ միայն ծնվում էին, այլև վերածվում իրական քայլերի, ձևավորում էին մեր արժեքները գործնական որոշումների եւ իրական աշխատանքի միջոցով, եւ մեր տեսլականը ստանում էր հստակ ուղղություն ու պատասխանատվություն։ Մենք արձանագրեցինք, որ ընտրել ենք ոչ հեշտ, բայց գիտակցված ուղի, պատրաստ լինելով սովորել, անցնել փորձությունների միջով եւ շարժվել առաջ։ Այսօր մենք արդեն այլ կետում ենք։ Այսօր մենք խոսում ենք անցած ճանապարհի արդյունքների, կայացված որոշումների եւ կուտակված փորձի մասին։ Այս հոլովակը շարունակությունն է մեր պատմության, նոր փուլում, նոր հասունությամբ եւ թրծված տեսլականով։ Սա մեր 2021-2026 թվականների ուղին է։ 2021 թվականը մեզ համար դարձավ նաեւ թիմի ձևավորման եւ միասնական մշակույթի կառուցման տարի։ Նույն թվականին մենք անցանք համակարգված աշխատանքի փուլ, հավաքեցինք մեր թիմին եւ մեկնարկեցինք Clovercoin նախագիծը։ Այն մեզ համար պարզապես տեխնոլոգիական փորձ չէր, այլ հավակնություն ստեղծելու հայաստեղծ առաջին կրիպտոակտիվը։ Մենք միասին մեծ շուկով նշեցինք Clovercoin-ի շնորհանդեսը, որպես թիմային աշխատանքի հավատի եւ ընդհանուր նպատակի խորհրդանիշ։ Միևնույն ժամանակ մենք գիտակցված եւ պատասխանատու որոշում ընդունեցինք։ Հայաստանի Հանրապետությունում կրիպտոակտիվների վերաբերյալ հստակ ունեցդրական դաշտի բացակայության պայմաններում մենք ժամանակավորապես հետաձգեցինք Clovercoin-ի գործունեության շարունակական զարգացումը ոչ թե հրաժարվելով գաղափարից, այլև պաշտպանելով դրա ապագան։ Մեզ համար միշտ եղել եւ մնում է առաջնահերթ օրենսդրական պահանջների պահպանումը եւ պետական շահի նկատմամբ պատասխանատու մոտեցումը։ Այդ որոշումը ցույց տվեց մեր մոտեցումը։ Մեզ համար արագությունը երբեք ավելի կարևոր չէ, քան օրինականությունը, կայունությունը եւ երկարաժամկետ վստահությունը։ Տարվա ընթացքում մենք անցկացրինք մեր առաջին թիմային կոնֆերանսը Գյումրիում, ստեղծելով բաց հաղորդակցության, փոխօգնության, աջակցության, վստահության եւ ընդհանուր պատասխանատվության միջավայր։ Այնուհետև Երևանում կազմակերպեցինք Our Liga ֆուտբոլային միջոցառումը, որը դուրս էր դասական աշխատանքային ձևաչափից, բայց էականորեն խորացնում էր թիմային կապերը, փոխադարձ վստահությունը եւ միասնականությունը։ Տարվա ընթացքում կազմակերպեցինք նաեւ մեր առաջին բիզնես ճամբարը, որի ընթացքում ամրապնդվեցին ոչ միայն թիմային հարաբերությունները, այլ հստակեցվեցին մեր ընդհանուր ուղղությունը, մտածողությունը եւ երկարաժամկետ նպատակները։ 2021 թվականը ամփոփեցինք ամանորյա շքեղ կոնֆերանսով, գիտակցելով, որ անցել ենք առաջին, բայց առանցքային փուլը եւ պատրաստ ենք առաջ շարժվել հաջորդ մակարդակ ավելի գիտակցված եւ ավելի համախմբված։ 2022 թվականը մեզ համար սկսվեց վստահությամբ եւ ներքին ամրությամբ։ Մարտին մենք հանդիսավոր նշեցինք մեր ընկերության 3-ամյակը, ձևավորված կայուն թիմով եւ մթնոլորտում, որտեղ արդեն հստակ զգացվում էր մեր ընտրած ուղու գիտակցված շարունակությունը։ Տարվա ընթացքում հիմնադրեցինք Our Exchange Club-ը, Երևանի հենց սրտում բացելով իր տեսակի մեջ առաջին եւ նմանը չունեցող կրիպտոակտիվների փոխանակման կետը։ Սա կարևոր քայլ էր, գաղափարները վերածելու իրական եւ շոշափելի ենթակառուցվածքի։ Ամիսներ անց բացեցինք նաեւ մեր գրասենյակներից մեկը Արցախում, որտեղ ունեցանք հանդիսավոր բացման արարողություն եւ անցկացրինք տեղեկատվական եւ ոգեշնչող համաժողով, հաստատելով մեր ներկայությունը եւ պատասխանատվությունը նաեւ այնտեղ։ Սակայն 2022 թվականը դարձավ մեր պատմության փորձություններով լի շրջան։ Շինծու հաղորդման հիման վրա մեր նկատմամբ հարուցվեց քրեական գործ եւ ընկերությունն ամբողջապես ներգրավվեց մի շարք բարդ եւ բազմափուլ իրավական գործընթացների մեջ, որը դեռ երկար էր տևել։ Իրականացվեցին քննչական անհետաձգելի գործողություններ, թվային եւ համաժամանակյա իրային խուզարկություններ, կատարվեցին միջազգային հարցումներ, անցկացվեցին տասնյակ հարցաքննություններ։ Իրավապահ համակարգի ողջ ռեսուրսը գործի դրվեց, ստուգելու մեր գործունեության յուրաքանչյուր դրվագը, յուրաքանչյուր որոշումը եւ ամբողջական օրինականությունը։ Այդ փուլը ծանր էր եւ լարված, միևնույն ժամանակ պահանջում էր լավատեսություն, տոկունություն եւ ներքին կայունություն, գիտակցումով, որ այս ճանապարհը դեռ շարունակությունն է։ Չնայած այդ ծանր պայմաններին, մենք չհանձնվեցինք։ Շարունակեցինք աշխատել, պահպանեցինք թիմի առողջ կորիզը
Մնացինք մեր արժեքներին հավատարիմ եւ չշեղվեցինք մեր ընտրած ուղուց։ Տարին եզրափակեցինք ամփոփիչ կոնֆերանսով, գիտակցելով, որ նույնիսկ ամենադժվար պահերին միասնությունն է մեր ամենամեծ ուժը եւ առաջ շարժվելու հիմքը։ 2023 թվականին ընկերությունն ընդունեց ռազմավարական կարևոր որոշում՝ իրավաբանական գրանցումը Հայաստանի Հանրապետությունից տեղափոխելով Հոնկոնգ։ Այս քայլը պայմանավորված էր այնտեղի առավել բարենպաստ իրավական եւ բիզնես միջավայրով եւ նպատակ ուներ ապահովել ընկերության գործունեության ավելի կայուն, ճկուն եւ միջազգային զարգացմանը նպաստող հարթակ։ Նույն տարվա մարտին նշվեց ընկերության հիմնադրման 4-ամյակը, ինչը դարձավ ոչ միայն խորհրդանշական, այլև ամփոփիչ հանգրվան անցած ճանապարհը գնահատելու եւ ապագայի ուղղությունները վերաիմաստավորելու համար։ Դրան հաջորդեց Our Exchange Club-ի Թբիլիսիի մասնաճյուղի բացումը, որը իր չափերով, դիզայնով եւ ընդհանուր կոնցեպտով առանձնացավ Թբիլիսիի շուկայում ձևավորելով նոր չափանիշ տվյալ միջավայրը։ Նույն ժամանակահատվածում առկա էին նաև եվրոպական մի շարք քաղաքներում բիզնեսի ընդլայնման հստակ ծրագրեր, որոնք օրենսդրական եւ գործառնական պատճառներով տեղափոխվեցին որոշ ժամկետով։ Իսկ հետագայում նույն օրենսդրական գործոնների ազդեցությամբ ժամանակավորապես կասեցվեց նաև Թբիլիսիի մասնաճյուղի աշխատանքը։ Իսկ արդեն 2023 թվականի սեպտեմբերին կազմակերպված բիզնես ճամբարը նպատակ ուներ խորացնել թիմային մտածողությունը, մշակել նոր ռազմավարական մոտեցումներ եւ վերանայել ընկերության երկարաժամկետ զարգացման ուղղությունները, հաշվի առնելով կուտակված փորձը եւ փոփոխվող միջավայրը։ Տարվա ավարտին անցկացվեց ամանորյա միջոցառում, որի ընթացքում արժեքավորվեց թիմի ներդրումը տարվա ընթացքում ձևավորված արդյունքների եւ ձեռքբերումների համատեքստում, հստակեցվեցին հաջորդ քայլերի նախնական պլանները եւ ստեղծվեց անհրաժեշտ կազմակերպչական եւ ռազմավարական հիմքը 2024 թվականը ավելի համակարգված դիմավորելու համար։ 2024 թվականը սկսվեց ընկերության հնգամյակի արդիվ անցկացված միջոցառմամբ, որը տեղի ունեցավ մարտին, արդեն ձևավորված ավանդույթի շրջանակում։ Այս կարևոր կանգառը հնարավորություն տվեց ոչ միայն նշել ընկերության հիմնադրման հնգամյա հոբելյանը, այլև վերաիմաստավորելու անցած ուղին եւ հստակեցնելու հետագա զարգացման առաջնահերթությունները։ Վերջինիս հաջորդեց ամենամյա բիզնես ճամբարը, որից հետո ընկերության ներսում մեկնարկեց կարևոր կառուցվածքային փոփոխությունների փուլ։ Այդ գործընթացի շրջանակում իրականացվեցին կազմակերպչական վերադասավորումներ եւ ձևավորվեցին զարգացման նոր ուղղություններ։ Արդյունքում 2024 թվականի առաջին կեսին հիմնադրվեցին ընկերության դուստր բրենդները Club-on առցանց առևտրային հարթակը, ինչպես նաև Bunny Chain եւ Bunny Chain Academy նախագծերը, որոնք նպատակ ունեին ընդլայնելու ընկերության գործունեության շրջանակը եւ դիվերսիֆիկացնելու գործող լուծումները։ Տարվա ընթացքում կազմակերպվեց երկրորդ բիզնես ճամբարը, որը ծառայեց թիմային աշխատանքի խորացմանը, ներքին համագործակցության ամրապնդմանը եւ ընթացիկ ռազմավարությունների վերանայմանը փոփոխվող միջավայրի պայմաններում։ Զուգահեռաբար իրականացվեց ընկերության կայքի եւ տարբերանշանի ամբողջական վերաձևավորումը, բրենդի տեսողական եւ հաղորդակցական կերպարի թարմացման նպատակով։ 2024 թվականին ընկերությունը ընդլայնեց իր գործառնական ներկայությունը, ավելացնելով եւս մեկ գրասենյակ Գյումրի քաղաքի կենտրոնում, ինչը նպաստեց կազմակերպչական հնարավորությունների ընդլայնմանը եւ տարածաշրջանային ներկայության ամրապնդմանը։ Տարվա ավարտին Գյումրիում անցկացվեց ամփոփիչ կոնֆերանս, որի ընթացքում ներկայացվեցին տարվա արդյունքները, արժեքավորվեց թիմի ներդրումը եւ սահմանվեցին հաջորդ զարգացման ուղղությունները։ 2025 թվականը ընկերության համար մեկնարկեց նշանակալի շրջադարձով։ Ընկերության նկատմամբ հարուցված քրեական գործը տարեսկզբին կարճվեց, կայացվեց հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում եւ ընկերությունը լիովին արդարացվեց։ Այս հանգուցալուծումը մեկընդմիշտ փակեց երկարատև եւ լարված մի փուլ, հնարավորություն տալով վերադարձնել գործառնական ազատությունը եւ վերադառնալ բնական ակտիվ աշխատանքային ռիթմի։ Նույն թվականին Գյումրիում հանդիսավոր կերպով նշվեց ընկերության 6-ամյակը։ Այդ տարվա ընթացքում ներդրվեց In-Service-ների եւ բիզնես ներկայացնողների հանդիսավոր խոստման ինստիտուտը, որը միջոցառման ընթացքում առաջին անգամ կիրառվեց գործնականում։ Ինչպես ասում են, մարդը ծրագրում է, Աստված տնօրինում։ 2025 թվականը խոստանում էր տարբերվել իր բարդությամբ։ Ընկերությունը բախվեց պետության կողմից կրիպտոակտիվների ոլորտի նկատմամբ ձևավորված մոտեցմանը, որը ստեղծեց նոր, չնախատեսված իրողություններ եւ պահանջում էր արագ ու համակարգված արձագանք։ Օրենսդրական դաշտում, մասնավորապես կրիպտոակտիվների կարգավորման ուղղությամբ կատարված վերջին փոփոխությունների հետևանքով, ընկերությունը պարտավոր էր իրականացնել իր գործունեության եւ հաճախորդների սպասարկման գործընթացների հարմարեցում նոր իրավական պահանջներին համապատասխան։
Ընկերությունն ակտիվ մասնակցություն ունեցավ ոլորտին վերաբերվող օրենսդրական քննարկումներին, բարձրաձայնելով իր դիրքորոշումը, ներկայացնելով գործնական փորձի վրա հիմնված առաջարկներ եւ ներգրավվելով ոլորտի կարգավորման գործընթացներին։ Հետևողական եւ ծավալուն աշխատանքի արդյունքում այդ գործընթացներում արձանագրվեց նաեւ զգալի առաջընթաց, ինչը փոխեց քննարկումների ընթացքն ու արձանագրված արդյունքները։ Դժվարին այս իրավիճակում կար երկու ելք. ամբողջությամբ դադարեցնել ընկերության գործունեությունը կամ գտնել նոր գործող բիզնես մոդելին համապատասխան ձեռնարկատիրական հենք։ Եվ ինչ եք կարծում, որ տարբերակն ընտրեցիք։ Վերլուծելով իրավիճակը եւ զարգացման հնարավորությունները ընկերության ներսում ձևավորվեց աշխատանքային խումբ, որի նպատակն էր ուսումնասիրել տարբեր եկամտաբեր ոլորտներ գործունեության դիվերսիֆիկացման նպատակով։ Այդ վերլուծությունների արդյունքում ընկերությունը կանգ առավ կրիպտոակտիվների մայնինգի ոլորտի վրա եւ հիմնադրեց կրիպտոակտիվների արդյունահանմամբ զբաղվող Our Mining Club դուստր բրենդը, որը դարձավ ընկերության զարգացման նոր ստրատեգիական ուղղությունը։ Սկզբնապես դրա հիմնադրումը նախատեսված էր արտերկրում, քանի որ առկային առավել նպաստավոր տնտեսական պայմաններ։ Սակայն հայանպաստ եւ հեռանկարային մոտեցումից ելնելով որոշում կայացվեց նախագիծը իրականացնել Հայաստանի Հանրապետությունում։ Այդ որոշմամբ սկիզբ դրվեց պետության հետ կառուցողական եւ նպատակային երկխոսությանը, մայնինգի ոլորտը որպես գերակա տնտեսական ուղղություն դիրքավորելու նպատակով։ Ներկայումս իրականացվում են ակտիվ աշխատանքներ Our Mining Club-ի լիարժեք հիմնադրման եւ գործարկման ուղղությամբ, ինչը ձևավորում է ընկերության զարգացման հաջորդ փուլը։ 2026 թվականին ընկերությունը կկենտրոնանա ռազմավարական նպատակների իրագործման վրա, որոնք ուղղված կլինեն նախորդ տարիներին ձևավորված ուղղությունների լիարժեք գործարկմանը եւ զարգացման հաջորդ փուլի ամրապնդմանը։ Տարվա հիմնական առաջնահերթություններից կլինի Our Mining Club-ի գործարկումը, որպես ընկերության զարգացման նոր ուղղության ամբողջական ձևավորում։ 2026 թվականին կշարունակվի Our Exchange Club-ի գործունեության համար անհրաժեշտ լիցենզիայի ստացման գործընթացը, ինչը կարևոր քայլ կլինի գործունեության իրավական կայունության եւ երկարաժամկետ զարգացման տեսանկյունից։ 2026 թվականին ընկերությունը կշարունակի կենտրոնանալ նաեւ Bunny Chain եւ Bunny Chain Academy նախագծերի զարգացման վրա։ Այս ուղղություններով կիրականացվեն գործող մոդելների խորացում, կրթական եւ տեխնոլոգիական բաղադրիչների ընդլայնում, ինչպես նաեւ կստեղծվեն նոր ճյուղեր եւ ենթանախագծեր, որոնք նպատակ կունենան ամրապնդելու էկոհամակարգային մոտեցումը եւ ապահովելու շարունակական զարգացումը։ Bunny Chain Academy-ի շրջանակներում շեշտը կդրվի գիտելիքի համակարգված փոխանցման, նոր մասնագիտական ուղղությունների մշակման եւ զարգացման վրա։ Միևնույն ժամանակ Քլաբոն առցանց հարթակի զարգացման ուղղությունը կմտնի ակտիվ աճի փուլ, որի ընթացքում կուժեղացվի հարթակի դիրքավորումը շուկայում, կթարմացվի օգտատերերի փորձը եւ կունենա հստակ առևտրային եւ բրենդային դիրքավորում շուկայում։ Այդ շրջանակում կվերանայվեն մարքեթինգային հաղորդակցման ռազմավարությունները, կակտիվացվեն համագործակցային վաճառքի մոդելները, ինչպես նաեւ կբարելավվեն հարթակի գործառնական լուծումները, նպաստելով օգտատերերի ներգրավվածության եւ երկարաժամկետ հավատարմության ձևավորմանը։ 2026 թվականի օրակարգում կներառվեն նաև նոր բիզնես ճամբարների կազմակերպումը, թիմային եւ ռազմավարական մտածողության շարունակական զարգացումը, ինչպես նաև մի շարք այլ նախաձեռնությունների իրականացումը, որոնք նպատակ կունենան ապահովել ընկերության կայուն աճը եւ հաջորդ փուլին պատրաստված անցումը։ Այս պատմությունը, սկսած հիմնադրումից մինչև 2026 թվականը, պարզապես տարիների հաջորդականություն չէ։ Սա ճանապարհ է, որը անցել ենք միասին, դժվարություններով, որոշումներով, սխալներով եւ հաղթանակներով։ Ճանապարհ, որը մեզ կոփել է, սովորեցրել է պատասխանատվություն կրել եւ չնահանջել։ Մենք այստեղ ենք, որովհետեւ հավատացել ենք գաղափարին, թիմին եւ ապագային։ Աստծո առաջնորդությամբ շարունակելու ենք առաջ շարժվել, զարգանալ, ստեղծել եւ կառուցել ավելի կայուն համակարգերով, ավելի հստակ նպատակներով եւ ավելի ամուր հիմքով ընկերություն։ Եթե դուք դիտում կամ լսում եք այս պատմությունը, ապա այս ճանապարհը մի պահ հատվել է ձեզ հետ։ Եվ այդ պահը կարող է մնալ կամ պարզապես դիտում ու զգացողություն, կամ կարող է դառնալ որոշում, որովհետև յուրաքանչյուր ճանապարհը սկսում է ոչ թե քայլից, այլ այդ քայլը կատարելու որոշումից։ Այս ճանապարհին մեզ առաջնորդեց ոչ թե առկա ռեսուրսների ծավալը, այլ կամքը։ Երբ ռեսուրսները սահմանափակ են, որոշիչ է դառնում տեսլականը, հետևողականությունն ու պատասխանատվությունը։ Հենց այդ նույն կամքը դարձավ այն հիմքը, որի վրա հետագայում կառուցվեց իրական հնարավորությունները։ Առաջիկա 2026, 27, 28 թվականները եւ հաջորդող տարիները կոչված են ապացուցելու,
որ այնտեղ, որտեղ առկա են հավատամքը, կամքի ուժը եւ միասնականությունը, անգամ անհաղթահարելի թվացող բոլոր խոչընդոտները հաղթահարելի են։ Եկեք առաջ շարժվենք միասին, ավելի իմաստացած, ավելի համարձակ, ավելի վստահ, ավելի մեծ տեսլականով։ Ամեն լավ բան դեռ առջևում է։ Իսկ առջևում եւս մեկ ռաունդ։